Օրվա բարի ժամ, հայր ջան, վերջապես մեծ լավ ուրախալի լուր, որը հերթական անգամ փաստում է մեր միասնական աշխատանքի լավ ու բարի արդյունքի մասին։ Խոսքը Հիսուսի արձանի մասին է, ու այսօր ունենք արդեն արդյունք։ Մինչև արձանը ցույց տալ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունը ցույց տվեցին այս աշխատանքում, մասնակցեցին դրամահավաքին։ Անկեղծ կլինեմ, մի փոքր բարդ հավաքվեց գումարը, բայց կարևորը հավաքվեց։ Հիմա կնայեք արձանը մոտիկից, ձեր գնահատականը կասեք, նայեք ու հաշվի առեք, որ սա դեռ հիմնական գործն է արված մինչև վերջ, դեռ կոսմետիկ աշխատանքներ կա անելու, դա էլ 1-2 օրվա բան է, վերջնական արդյունքը կտեսնեք 1-2 օրից, բայց այս պահին մեծ ուրախությամբ հայտնում եմ բոլորիդ, որ արձանի վերականգնումը կարող ենք համարել ավարտված։ Մենք դա միասին արեցինք, ինչպես միշտ, մենք մեր խոստմանը հավատարիմ ենք, մեր աջակիցներն էլ նույնությամբ իրենց հավատարմությամբ ու միասնական ջանքերով օգնում են, որպեսզի լույսի բանակի ցանկացած նպատակ ու միտք իրականանա, մեկը մի փոքր բարդ, մեկը մի փոքր հեշտ, բայց կարևորը արդյունքը ունենում ենք։ Ու հայր ջան, ոնց հիշում եք, մենակ արձանով չենք սահմանափակվում, կողքերն էլ աշխատանք կա, աշխատանքներ, որոնք կբարդացնեն ամեն մեկի հասանելիությունը արձանին, որ նորից չհանդիպենք այն իրականությանը, որ արձանը հերթական անգամ ենթարկվի վանդալիզմի։ Կոչ եմ անում նաև տարածքային մեծամորի ոստիկանությանը բնակիչներին առհասարակ լինել ավելի ուշադիր, ավելի հետևողական, որ նման բաներ թույլ չտան։ Ու բացի այդ աշխատանքները, աստիճանները պետք է վերանորոգվեն, որովհետև շատ բարդ է հետաշրջաններով բարձրացնելը վտանգավոր է։ Նախատեսել ենք նստարաններ սիրունացնել, որպեսզի մարդիկ ուղղակի որպես սենց ինքը մեծ պարտեզ է, որ նայեք, տեսեք, այն արձանը ու սենց ինքը ահագին մեծ տարածք է։ Սիրուն լինի, մարդիկ կարողանան գան, նստեն, վայելեն, զրուցեն, երեկո անցկացնեն եւ այլն։ Ու այս կողքն էլ ոնց նկատել եք, ահագին sense քարեր կան գծված, պետք է դզվեն ու երևի հենց որպես շինանյութ էլ օգտագործվի հենց այն աշխատանքների համար, որոնք կխոչընդոտեն ամեն մեկի մուտքը, հա։ Այդ հասանելիությունը մի փոքր կբարդացնեն։ Այս դեպքում հայր ջան, գումարը մի փոքր ավել է պետք, բայց ես հույս ունեմ, որ ոնց որ արձանի համար այտենց այս դեպքում այտենց բարդություններով չի հավաքվի, կհավաքվի մի փոքր ավելի հեշտ։ Հիմա այստեղ ենք բոլորս, Հայկն էլ այստեղ, մեր նարեկն էլ այստեղ ու միասնական ուժով մոտ 400,000 դրամ մենք ենք ներդնում, բայց մոտ մի 2 այդքան էլ դեռ անհրաժեշտ է ամբողջ այս տարածքը ըստ մեր նախագծի իրականացնելու համար աշխատանքները, ուստի հերթական անգամ դիմում եմ ձեզ կոչով, որպեսզի մասնակիցը դառնաք նաև վերջնական աշխատանքի։ Ու նաև ամենակարևոր բանը կխնդրեմ բոլորիդ, հայր ջան, որ աջակցությունը իրականացնեք ոչ թե երբ ժամանակ ունենաք զուտ պահի տակ ցանկությամբ, այլ գիտակցված ու այդ ժամանակը գտնեք, հատուկ տրամադրեք ու միասնական ուժով արդեն լրիվ ավարտի բերենք, կարծում եմ արդեն մինչև նոր տարի, եթե ակտիվ բոլորս դառնանք մասնակիցը այս գործի։ Թերևս այսքանը ես շատ եմ հավանել արձանը ու թող սա այս ամբողջ խժդժոցի մեջ լինի որպես լավ լուր, բոլորիդ ուրախացնող ու կարծում եմ դուք էլ կհավանաք աշխատանքը կարող եք ամենալ մեծամոր անձամբ տեսնել ու եւս մեկ անգամ բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունը ունեցան, Աստված առատապես օրհնի ձեզ։ Սա դուք եք սարքել, իմացեք, որովհետև առանց ձեր աջակցության, առանց ձեր օգնության այս արձանը կմնար այտենց վանդալիզմի ենթարկված, ոնց որ տենց մնացել էր 5 տարի։ Ու փառք Աստծո, այսօր արդեն բոլորիս միասնական ջանքով վերանորոգված է, կառուցված է ու շատ գեղեցիկ իր տեղում կանգնած։ Երկրորդ փուլին էլ խնդրեմ բոլորից այդ մաքսիմալ ակտիվություն, անկախ փոխանցվող գումարի չափից, ուղղակի յուրաքանչյուրը ձեր մասնակցությունը ունեցեք, նախնական մոտ 400,000-ը մենք արդեն ներդրել ենք, մնում է ինքը միլիոնից ավել է կազմում այս ամբողջ աշխատանքները, լինեք ակտիվ ու միասին երկրորդ փուլն էլ իրականացնենք ու բոլորս միասին վայելենք մեր մեծամոր քաղաքում։ Յուրաքանչյուրդ կարակ գաք, արդեն երբ որ լրիվ ավարտված լինի, նստեք, ձեր ժամանցը անցկացնեք, գեղեցկությամբ հիանաք ու վերջապես ներքուստ հպարտանաք, որ մասնակիցն եք եղել այս տարածքի գեղեցկացման, վերանորոգման ու մաքրման։
Ապրեք բոլորդ, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։